2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 միլիարդ 166 միլիոն դրամ մաքսատուրք։ Ֆինանսների նախարարությունը շարունակել է ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ուղղություններով քննարկումները, ներառյալ պետական գնումների կազմակերպման միասնական մոտեցումները, մասնավորապես մրցույթներին մասնակցող ընկերությունների թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը։ 2025-ի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց քանակը կազմել է 894,430 մարդ, ընդ որում 2025-ի ապրիլի վերջի դրությամբ կին վարկառուների մասնաբաժինը կազմել է 51%, իսկ տղամարդ վարկառուներինը 49%, տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ Երևանի պետական համալսարանի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։ Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում եւ լաբորատորիաներում։ Համագործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում։ Գյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն համալսարանական կրթական ծրագրերում, իսկ ԵՊՀ կադրերը կներգրավվեն ԶՊՄԿ մասնագիտական աշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը, որը Հայաստանում է քննարկելու Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27 կիլոմետր երկարություն, ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։ Ռուսաստանը 8 միլիարդ դոլարի ներդրում կանի Իրանի գազային նախագծերում, այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Գումարի մի մասը նախատեսված է պայմանագրերով, պայմանավորվածությունների մնացած մասը սպասում է վերջնական հաստատման։ Եվրամիության երկրներին թույլատրվել է օգտագործել 335 միլիարդ եվրո COVID-19 համավարակի հետևանքների դիմակայման եւ վերազինման հիմնադրամից, վերազինման եւ պաշտպանության ծախսերի համար։ Եվրահանձնաժողովը սահմանել է ծրագրի իրագործման վերջնաժամկետը մինչև 2026 թվականի օգոստոսը։ Հիմնադրամից միջոցներին հասանելիություն կունենան միայն այն երկրները, որոնք կկատարեն մի շարք պահանջներ։ Ապրիլին Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների գործարաններն արձանագրել են արտադրության կտրուկ նվազում։ Պատճառը Միացյալ Նահանգների հնարավոր մաքսային սահմանափակումների շրջանորոշությունն է։ Ապրիլին ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 15.8%-ով, կազմելով ընդամենը 59,203 միավոր։ Սա ամենավատ ապրիլյան ցուցանիշն է 1952 թվականից ի վեր, բացառությամբ 2020 թվականի կարանտինային ամիսների։ Ամազոնը մշակում է մարդանման ռոբոտների համար ծրագրային ապահովում, որոնք կարող են գործել որպես առաքիչներ։ Տեխնոլոգիական ընկերությունը Միացյալ Նահանգներում կառուցում է այգի ռոբոտները փորձարկելու համար։ Ամազոնը մշակում է արհեստական բանականության ծրագրային ապահովում, որը կկառավարի ռոբոտներին, բայց կօգտագործի այլ ընկերությունների կողմից մշակված սարքավորումներ։ 2024-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բյուջեի ծախսերը կազմել են 21 միլիարդ 600 միլիոն դրամ, որով իրականացվել է 11 ծրագիր։ Նախնական պլանով հաստատվել է 51, այնուհետև իրականացվել 63 միջոցառում։ Ծրագրի կատարողականը եղել է 93.1%։ Տարվա ընթացքում աշխատակազմը իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը մեկ կառավարության որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանոթագրերով, գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 18%-ը։ Վարչապետի աշխատակազմի կատարողականից բացի նաև ազգային ժողովի 2024-ի բյուջեի կատարողականն է ներկայացնում ֆինանսների նախարարը։ Ըստ այդմ ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%։ Կատարվել է 95.2 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 93.2 միլիոն դրամը կառավարության 3 որոշումներով, իսկ 2 միլիոն դրամը
ծանոթագրերով։ Ազգային ժողովը իրականացրել է 840 միլիոն դրամի գնումներ, որից 580 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով։ Նախագահի աշխատակազմի բյուջեն զգալի զիջել է վարչապետի աշխատակազմի ու ԱԺ-ի բյուջեներին։ Նախորդ տարի նախագահի աշխատակազմը կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի ծախսեր, կատարողականը կազմում է 90.5%։ Փաստացի ըստ ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների 2024-ի ընթացքում վարչապետի աշխատակազմն է կատարել ամենաշատ ծախսերը, իսկ ուր են ուղղվել այս գումարները, մանրամասնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Հաշվետու տարում վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսը կազմել է 66 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցառումների 88%-ը։ Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով։ Աշխատակազմի պահպանում, կառավարական շենքերի, գրասենյակների, աշխատանքային պայմանների բարելավում։ Նաև այս ուղղություններով է բյուջեն ծախսվել, շեղումներ եղել են բոլոր դեպքերում։ Եթե ընդհանուր առմամբ մենք նայում ենք վերջին տարիների աշխատակազմի ծախսերը եւ կատարողական, ապա տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ նույն գծի մեջ է եւ ըստ էության ապահովում է ապարատի բնականon աշխատանքը։ Մենք արձանագրում ենք ապարատի գործունեության ավելի դրական ընթացք։ Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց, վարչապետի աշխատակազմի մեքենաները գրեթե կեսով կրճատվել են, ու թեև կրճատումը տեղի է ունեցել տարեվերջին, այնուամենայնիվ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, ծախսերի կրճատումը շեշտակի է լինելու։ Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4.3 միլիոն եվրոին համարժեք դրամ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։